խոսել հանրության, ժողովրդի անունից, դուք կարող եք ձեր անունից խոսել, որովհետև նույն հաջողությամբ ես կարող եմ հակառակը պնդել։ Հիմա ինչ վերաբերում է մինչև 2003 թվականը ցուցակները հրապարակելով։ Մինչև 2003 թվականը ցուցակները չէին հրապարակվում եւ ցուցակների մատչելիություն հոդվածը միշտ մեկնաբանվել է որպես չստորագրված ցուցակների հրապարակում։ Սակայն մի դրույթ կար, որը միշտ վեճի տեղ էր առաջացնում, որտեղ որևէ մեկը չէր տրամադրում ստորագրված ցուցակները, այնուամենայնիվ գրված էր, որ դիտորդները վստահված անձինք կարող են ծանոթանալ ընտրական փաստաթղթերին, պահանջել դրանց պատճենները, եւ երբեք հանձնաժողովները չէին տրամադրում դրա։ Այս վիճելի հարցի հանգուցալուծումը տրվեց արդեն 2003 թվականից հետո, երբ վեճը իսկապես ծագել էր, հանձնաժողովները չէին տրամադրում եւ ասում էին դա ի նկատի չունի օրենքը, դիտորդները սկսեցին պահանջել դա եւ վստահված անձինք եւ արդյունքում օրենսդիրը փոփոխություն մտցրեց հստակություն մտցնելով այդ հարցում։ Փոփոխության հիմքում Վենետիկի հանձնաժողովի եւ ՀԱԿ-ի համապատասխան փաստաթուղթներ։ Ինչի մասին է խոսքը գնում։ Շատ հաճախ սկսում են, կարծում եմ, սխալ մեկնաբանել այդ պահանջը։ Պահանջը վերաբերում է պաշտոնապես այդ փաստաթղթերը հրապարակելու։ Հարությունյան, քանի որ իշխանությունը պարբերաբար նշում է, որ պատրաստ են քննարկումների, ընդունել առաջարկները, քննարկել այդ առաջարկները, գլխավոր պահանջը ըստ էության առաջարկը եւ քաղաքասարակության եւ ընդդիմության այդ ցուցակների ստորագրված ցուցակների հրապարակումն է։ Կարող ենք ասել, որ այս հարցում իշխանությունը հնարավոր է գնա զիջումների, թե բացառվում է միանշանակ է ձեր դիրքորոշումը, որ չպետք է հրապարակվեն ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները։ Պաշտոնապես հրապարակման հետ կապված մենք չենք պատրաստվում խախտել միջազգային իրավունքում ընդունված, միջազգային փաստաթղթերում ներեցեք, ընդունված սկզբունքները, չենք պատրաստվում խախտել Սահմանադրական դատարանի դիրքորոշումը, բայց որի մասին Սահմանադրական դատարանը առնվազն 2 անգամ իր որոշումներում արտահայտել է։ Այնուամենայնիվ, եթե բուն նպատակը ընտրությունների ընտրական գործընթացների վերահսկողությունն է, այդ առումով մենք պատրաստ ենք որոնելու մեխանիզմեր։ Մի մեխանիզմ առաջարկել ենք։ Մենք կարծում ենք նաև փորձել ենք առաջարկել մեխանիզմ, թե ինչի համար էր ի վերջո այս ամենը, չէ՞։ Մենք առաջարկել ենք մեկ այլ մեխանիզմ եւս, թե ինչպես կանխարգել ենք կրկնակվեարկությունը կամ քվեարկությունը այլոց փոխարեն։ Եվ կարծում եմ այս առումով կատարելագործելու այս մեխանիզմները ավելի դրանք պատշաճ դարձնելու, ավելի կանխարգելիչ դարձնելու առումով մենք իհարկե պատրաստ ենք համագործակցության։ Բայց Սահմանադրական դատարանը հակասահմանադրական դիտարկել ընտրացուցակների ստորագրված ցուցակների հրապարակում այդ որոշումները նայել ենք նման ձևակերպում չկա, որ եթե հրապարակվեն, ապա դա խախտվի սահմանադրությունը կամ հակասահմանադրական։ Դուք կարծում եմ հետեւյալի մասին պետք է խոսեք։ Վիճարկվել է արդյոք հակասահմանադրական է, որ չի հրապարակվում։ Եվ այդ վիճարկման ժամանակ Սահմանադրական դատարանը արտահայտել է իր իրավական դիրքորոշումը։ Նա նշել է, որ միջազգային փաստաթղթերը, միջազգային կազմակերպությունների կողմից իրենց մարմինների կողմից ընդունված փաստաթղթերում սա համարվում է գաղտնիության տար։ Եվ բառացիորեն թույլ տվեք կրկնեմ Սահմանադրական դատարանի ձևակերպումը։ Սահմանադրական դատարանը պաշտպանում է այդ մոտեցումը։ Այսինքն Սահմանադրական դատարանը պաշտպանում է, որ պաշտոնապես հրապարակելը ստորագրված ցուցակները խախտում է անձանց գաղտնիությունը։ Եվ եթե պետք վերջացնի։ Պայմանավորում ենք այսպես, մինչև ես չեմ վերջացնում, նոր հարց չկա։ Եվ եթե Սահմանադրական դատարանը արդեն այդպիսի ձևակերպում տվել է, բացարձակապես պարտավոր չի եւ չէր էլ կարող իր որոշեց մասում գրել, որտեղ նման դրույթ չկա։ Մենք ուղղակի շատ հստակ տեսնում ենք Սահմանադրական դատարանի դիրքորոշումը։ Մեկ անգամ եւս ուզում եմ կրկնեմ։ Արհեստական պահանջներ ներկայացնել, պահանջ հանուն պահանջի պետք չէ։ Պետք է նայել ինչ նպատակով է այս պահանջը ներկայացվում եւ արդյոք պատշաճ գործիքներ տրված են այդ նպատակին հասնելու համար։ Խորապես համոզված եմ, որ ցանկացած անձ, լինի դա վստահված անձ կամ դիտորդ, ունի բոլոր հնարավորությունները այսօր այդ ցուցակի մասին պատկերացում կազմելու, այն ճշգրտորեն արձանագրելու եւ դրա հիման վրա իր բողոքը ներկայացնելու, եթե համարի, որ այնտեղ բողոք կա։ Եվ այդ մեխանիզմները, եթե հնարավոր է ավելի կատարելագործել, ապա պատրաստ ենք այդ ուղղությամբ շարժվել, սակայն ոչ պաշտոնապես հրապարակելու։ Շեշտը դնում եմ պաշտոնապես բառի վրա։ Պարոն Հարությունյան, ԺՄԳ-ի հետ կապված իր զեկույցում ցուցակների, քվեարկած ցուցակների հրապարակումը չի ողջունում Վենետիկի հանձնաժողովի կողմից, բայց միջազգային իրավունքի արգելք չկա։ Ինչի համար է այնուամենայնիվ Հայաստանի իշխանությունները ունենալով հանրային վստահություն ստանալու անհրաժեշտություն, պնդում ցուցակները չհրապարակել։
այդ պաշտոնապես չհրապարակելու վրա։ Ես կառաջարկեի ցանկացած նմանատիպ փաստաթուղթ ընթերցել շատ ուշադիր, յուրաքանչյուր բառին ուշադրություն դարձնել եւ ձեր ուշադրությունն եմ հրավիրում, որ նրանք անգամ հողում էին կատարում, կարծեմ Միացյալ Թագավորության փորձին։ Ես առաջարկում եմ ձեզ ծանոթանալ Միացյալ Թագավորության փորձին, որովհետեւ դարձյալ նույն սկզբունքն է, որն է նպատակը, որ ընտրություններին մասնակցող անձինք համապատասխան, այսինքն անձինք շահագրգիռ անձինք, որոնք իրավունք պետք է ունենան բողոքարկելու արդյունքները նմանատիպ հնարավորություն ունենան։ Եվ մենք առաջարկում ենք մոդել, որը սկզբունքորեն նմանատիպ է Միացյալ Թագավորության, այսինքն իդեպ սա համապատասխանում է Սահմանադրական դատարանի դիրքորոշմանը։ Այդ ցուցակները չպետք է ունենան գաղտնիության բարձրագույն, այսպես ասենք, դասը։ Եվ անձինք, որոնք շահագրգիռ են, վստահված անձինք, հա, տեխնիկոսակցությունների ներկայացուցիչներ, նրանք պետք է հնարավորություն ունենան ծանոթանալու այդ ցուցակին։ Ինչ նպատակով։ Ոչ թե որովհետև այդ տեղեկատվությունը պետք է խախտի մարդու վերաբերյալ անձնական տեղեկատվությունը, այլ որպիսի կարողանան բողոքարկել։ Այդպիսի մեխանիզմներ են անհրաժեշտ, այսինքն այդ նպատակին ծառայող մեխանիզմներ եւ հենց այդ մեխանիզմներն ենք մենք առաջարկել։ Պարոն Հարությունյան, կարող Ես խնդրում եմ մյուսներին հնարավորություն ձեռի հետ։ Պարզ կարող եք բացատրել, ինչ կարող է տեղի ունենալ, եթե Հայաստանի իշխանությունը որոշի հրապարակել քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակները։ Ի վերջո մենք բոլորս տեսնում ենք, թե ովքեր գնացին, գաղտնի է թե ում ընտրեցին, այսինքն ում ընտրությունն է, ինչ կարող է տեղի ունենալ, ինչպես կարող է իմ իրավունքը կամ մյուսի իրավունքը խախտել։ Ես կաշխատեմ ձևակերպումը տալ ստանդարտ լեզվով, որը ընդունված է նույն Վենետիկի հանձնաժողովի կողմից եւ մեկնաբանություններ, որտեղ այդ դրույթ ունի իր մեկնաբանությունները, թեև դուք բոլորը հնարավորություն ունեք ձեր ռեպորտաժները պատրաստելիս ծանոթանալու ոչ միայն դրույթին, այլ նաեւ մեկնաբանություններին Վենետիկի հանձնաժողովի։ Բայց ձևակերպումը հետեւյալն է, որովհետեւ որոշակի դեպքերում քվեարկությանը չեմ մասնակցելը խոսում է մարդու քաղաքական ընտրության մասին, բացահայտելով իր քաղաքական ընտրությունը։ Այս է այն ձևակերպումը, որը ընդունված է, ավելին հիմա մանրամասներ չեմ ուզում, ես նորից եմ ուզում կրկնել, որ մենք նախընտրում ենք չխախտել այդ դրույթը, սակայն նպատակը, եթե որևէ մեկն իրականում նպատակ է հետապնդում պարզեր մասնակիցների ցանկը, որևէ մեկը ունի կասկած, տալ նրան պատշաճ գործիք, եւ այդ գործիքը տրված է։ Ինչ ենք ասում, մի լուսանկար հանեք, որովհետեւ լուսանկարը հանումը դարձնում է սա պաշտոնական փաստաթուղթ։ Իսկ ուշադրություն դարձեք, դուք կարող եք այդ ցանկը ներբեռնված ունենալ։ Այսինքն դուք հետաքրքրված եք որոշակի տեղամասով, դուք վստահված անձ եք այդ տեղամասում։ Դուք այդ ցուցակը կարող եք ներբեռնել ինտերնետից, որտեղ այն բաց է, հրապարակային է, ի տարբերություն բազում այլ երկրների, դուք կարող եք այդ ցուցակով լինել ընտրական տեղամասում կատարել նշումներ։ Դուք կարող եք այդ դատարկ ցուցակով գնալ դիմում ներկայացնել, համադրել նրան ստորագրվածներից կատարել նշումներ։ Այսինքն, եթե դուք հետաքրքրված եք, ձեզ գործիքը տրված է, բայց ասում են, որ այդ գործիքը մի բանի համար է, որ դուք կարողանաք անհրաժեշտության դեպքում բողոքարկել արդյունքները։ Եվ եթե վաղը դուք փորձեք դա դարձնել հրապարակային եւ այլն, ձեզ իհարկե հասելու են ներողություն։ Դուք դա կարող եք օգտագործել ոչ թե նրա համար, որ բացահայտեք մարդը իրականում մասնակցել է թե ոչ, այլ ընտրությունների վերահսկողության հետ կապված, որպեսզի դուք բացահայտեք այրոց փոխարոն քվեարկությունը, կրկնակվեարկությունը եւ այլն, բայց ոչ ավելի։ Ակումբների մասին հնարավոր է այդ դրույթի եւ դիտորդների թվի սահմանափակման դրույթը համբի կամ թիվը մի քիչ մեծացվի։ Իհարկե հնարավոր է։ Ես նորից եմ ուզում կրկնել, որ այդ սահմանափակումը պայմանավորված է նրանով, որ այնտեղ չառաջանա անկառավարելի իրավիճակ։ Եվ բացատրեցի ինչու։ Ցավոք սրտի մեր լրատվամիջոցները շատ հաճախ վկայականներ տվել են անձանց, որոնք իրականում ներկայացնում են այս կամ այն տեխնացուին։ Հենց որ մենք գանք ողջամիտ մի մոդելի, որը մեր բոլորի համատեղ կարծիքով թույլ չի տա չարաշահելու այդ իրավունքը, լիբերալ կանոնները, այդ դեպքում մենք կհանենք այս սահմանափակումը։ Կարող ենք թիվը մեծացնել։ Իհարկե, եկեք գանք ընդհանուրի, թե որ թիվն է, որը հնարավորություն չի ընձեռի ընտրական տեղամասում, այսպես ասենք, ժխոր սարքել, որը հնարավորություն չի ստեղծի, որ ընտրական տեղամասում ավելի շատ լինեն մարդիկ, որոնք ներկայացնում են քաղաքական ուժերը, տեխնացուներին եւ ավելի քիչ իրական դիտորդները։ Գտնենք մեխանիզմները եւ գնանք առաջ։ Ազատ ենք այդ տեսանկյունից, իսկապես բաց ենք, մենք ազատ ենք, բաց ենք պատշաճ մեխանիզմներ գտնելու, բայց խնդիրը եկեք լուծենք։ Պարոն Հարությունյան, մյուս մտահոգությունն էլ ցուցակների մաքրելուն էր վերաբերում, այս առումով կարծես թե որևէ բան նախագիծը չի առաջարկում, առաջարկվում էր մտահոգությունը հաշվառված եւ Հայաստանից բացակայող քաղաքացիների մեծ թիվ, ընդդիմությունը առաջարկում է տարանջատել ցուցակները, նախագիծը որևէ բան չի առաջարկում։ Համաձայն չեմ։ Ինչ է առաջարկում։
Համաձայն չեմ ձեր հետ, որ նախագիծը ոչինչ չի առաջարկում, ավելին։ Էլեկտրոնային գրանցում հենց այն գործիքն է, որ բուն մտահոգությունը պետք է հանի։ Մեկ անգամ եւս անդրադառնամ հարցին։ Մենք պահանջները ներկայացնում ենք ընտրական օրենսգրքի, ոչ թե որովհետեւ այսպիսի պահանջը լավ բան է։ Ցուցակը մաքրելը ինքնին որևէ արդյունք չի տալիս։ Արդյունք է տալիս մեխանիզմ ստեղծելը, որը կանխարգելի բացակայող անձի փոխարեն մեկ այլ անձի քվեարկությունը։ Այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք էլեկտրոնային գրանցման մեխանիզմի ներմուծումը մեկ, եթե ուշադրություն դարձրեցիք դրա մասին եմ խոսում, որովհետև ես քիչ հավանական եմ համարում, որ ինչ որ մեկը այլոց փաստաթղթով պաշտոնական անձնագրով գա նրա փոխարեն քվեարկելու կամ եթե նման դեպքեր լինում են, ապա սրանք բացառիկ եզակի դեպքեր են։ Եվ անգամ այդ դեպքերի համար մենք նախատեսում ենք հատուկ մեխանիզմ, մոնիտորի տեղադրում, որ եթե անձի թվային լուսանկար գոյություն ունի, ապա նա ցուցադրվում են բոլորին։ Այսինքն մեխանիզմները մեր խորին համոզմամբ կան եւ ավելացվել են էլեկտրոնային գրանցումը հենց այն մեխանիզմը։ Երբ ոչ թե հույսը դրվում է հանձնաժողովի անդամի վրա, որը նայում է չհամադրելով անձնագիրը ենթադրենք, հա, չստուգելով արդյոք սա այն մարդու անձնագիրն է, ում դիմացին թույլատրում է պոտենցիալ խարդախին ստորագրություն դնել, թե ոչ։ Էլեկտրոնային սարքերի ներմուծումը, ընդ որում սարքերի, որոնց ծրագրային ապահովումը պետք է դառնա հանրային աուդիտի ենթակա, հենց այս մեխանիզմը։ Մի հարցել համաձայն եք, բոլորին հետո կվերադառնամ կոպիտ սահմանափակումներ եք դրել, դրանք հանելուց հետո այս մի հարցին ուղղակի են գնահատականի, որ կոպիտ մի քանի սահմանափակումներ եք դրել, որպեսզի դրանք քննարկումների արդյունքում դուրս գան, բայց սկզբունքային հարցերում իշխանությունը, այսպես ասենք, չզիջի, այսինքն վատ նախագծից, շատ վատ նախագծից վատ նախագիծ։ Համաձայն եք ընդդիմության այս գնահատականը։ Չեմ ուզում կոպիտ գնահատական հնչեցնել այդ գնահատականի հետ կապված։ Համարում եմ, որ այն ինչ ես հայտարարեցի հենց սկզբից, դա ուժի մեջ է, պնդում եմ դա, ցանկացած հարց քննարկման ենթակա է, բայց դա չի նշանակում, որ ցանկացած պահանջ բավարարման ենթակա է։ Ինչ նկատի ունեք տպագիր տեպով այդ։ Շատ ճիշտ եք ասում, մենք շատ սեղմ ժամկետ ունենք եւ այդ իսկ պատճառով որոշել ենք զուգահեռ գործընթացներ իրականացնել։ Զուգահեռ գործընթաց հետեւյալն էր։ Վենետիկի հանձնաժողովի, քանի որ աշխատում է ցավոք սրտի, շատ մեծ պարբերականությամբ եւ մենք չենք կարող հարմարեցնել մեր իրենք չեն կարող իրենց աշխատանքը հարմարեցնել մեր ժամկետներին։ Մենք առաջին իսկ տարբերակը, որը դեռևս չէինք համարում պատրաստ քննարկման ներկայացնել, ուղարկել ենք, որ նրանք սկսեն ծանոթանալ, իմանալով շատ հստակ, որ մի քանի օր անց, ընդամենը 10 օրվա ընթացքում մենք դա ներկայացնելու ենք հանրության դատին, որտեղ մենք աշխատում ենք եւ շտկում ենք նախագիծը հանրության ներկայացնելու համար։ Ինչու այդ փուլում չի եղել հանրային քննարկում, որտեղ մի նյութ պետք է լինի, որպեսզի սկսվի հանրային քննարկումը։ Սա հենց այն նյութն է, որի վերաբերյալ պետք է լինի հանրային եւ քաղաքական քննարկում։ Հավատացեք, 10 հոգով օրենք չի գրվում։ 15 հոգով առավել եւս։ Մեկը աշխատում է, ստեղծում է նախագիծ, հետո այդ նախագծի վրա բոլորը աշխատում են, որտեղ այդ դեպքում շատ ավելի հարմար է ներկայացնել առաջարկություններ։ Նախագիծը մարտի 3-ից սկսած պաշտոնապես եւ արդարադատության նախարարության եւ կառավարության կայքեջում է, եթե մտնեք ազգային ժողով կգտնեք ազգային ժողովի կայքեջում, եթե դուք տպող սարք չունեք եւ այդ է ձեր մտահոգությունը, լավ ասեք, ես ձեր համար հատուկ կտպեմ։ Բայց նորից եմ կրկնում, եթե բոլոր կայքերում դրված է մարտի 3-ից, ինձ թվում է փոքրինչ զավեշտալի ասել, իսկ ինչու իմ ձեռքին չկա տպած տարբերակ։ Պարոն Հարությունյան, ընտրացուցակներին վերադառնալով, ընտրական ոչ գործընթացը թույլ է տալիս նկարահանել, ովքեր են մտնում, ովքեր են դուրս գալիս։ Այդ պարագայում մարդկանց իրավունքը չի խախտում, որտեղ մենք տեսնում ենք, ովքեր են մասնակցում ընտրությանը, ովքեր որովհետև դա պաշտոնական տվյալ չէ։ Դա պաշտոնական հրապարակված ցուցակ չէ։ Այդ հարցը շատ նորից եմ ասում։ Սահմանը շատ նուրբ է։ Որպես սկզբունք ընդունված է հետևյալը. ծանոթանալ իհարկե կարող եք, դու կարող եք նաև հիշել, դու կարող եք գյուղում իմանալ թե ով քվեարկեց, ով չքվեարկեց։ Այնուամենայնիվ խոսքը վերաբերում է տվյալները, այդ տվյալները պաշտոնապես հրապարակելուն, ծանոթացման համար նրանք կտրամադրվեն։ Այսինքն խոսքը ընդդիմության իրավական հիմք չունենալու մասին է, դա է ապահովում, այսպես ասեմ։ Ընդդիմությունը իրավական հիմք այսպիսով, եթե դրանք պաշտոնական չեն լինում, միայն ընդդիմությունը զրկում է նրանից, որ պաշտոնական հիմք չունի ապացուցելու ովքեր են եղել եւ արտակերտ։ Ներողություն, նա այնտեղից վերցնում է, ինքը անում է քաղվածք եւ եթե համարում է, որ ունի արդեն ապացույց, նա դիմում է դատարան։ Դատարանի համար այդ բոլոր ցուցակները բաց են։ Դատարանը
ցանկացած ապացույց ուսումնասիրում է։ Ձեզ հայց պատրաստելու համար տրվում է համապատասխան հիմք։ Եվ սահմանադրությունը պահանջում է համամասնական ընտրակարգ, սա լավագույն մոդելներ ընտրական օրենսգրքով սահմանված, որովհետև ընդդիմությունը Չկա լավագույն եւ վատագույն, ավելին բազում դեպքեր կան, երբ միջազգային կառույցները ասել են չկա այս կամ այն մոդելի նախընտրություն, անգամ մեծամասնական ու համամասնականը։ Յուրաքանչյուրը ունի իր դրական եւ բացասական կողմերը։ Մեր կարծիքով մենք ընտրել ենք Հայաստանի զարգացման համար պատշաճ ընտրական մոդել։ Հնարավոր է այլ մոդել ընտրել, իհարկե։ Որոշ դրական կողմեր կունենա մեկ այլ մոդելը, որոշ բացասականը։ Գնահատելով ծանր ու թեթևանելով մենք առաջարկում ենք քննարկման համար այս մոդելը։ Ժամկետի հետ կապված, ժամկետը մենք առաջարկել ենք մեր կարծիքով ողջամիտ ժամկետ։ Եթե այդ ժամկետը բավարար չէ, կարող ենք քննարկել։ Որքան է այդ ժամկետը։ Դիմումը ներկայացնելու համար հաջորդ օրվա ժամը 2-ից 6-ը։ Հանրային վերահսկողության հետ կապված իմ հարցը ինչու են սահմանափակվել դիտորդների լիազորությունները ու նաև լիազորություններ են տրվել ընտրահանձնաժողովի նախագահին հեռացնելու դիտորդներին, նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Դիտորդների լիազորությունները չեն սահմանափակվել, եթե դիտարկենք, թե ինչ է դիտորդը։ Դիտորդ բառը խնդրում եմ ուշադիր դարձնել։ Դիտորդը ոչ թե այն անձն է, որը որոշում է կայացնում, թե այդտեղ խախտում է տեղի ունեցել, թե չէ, եւ պարտավորեցնում դա վերացնելը, այլ դիտորդը անձ է, որը դիտարկում է խախտումները, իր կարծիքով խախտումները արձանագրում է, նշումներ է կատարում, ապահանջում է արձանագրության մեջ դա ֆիքսել եւ այլն, բայց ոչ ավելին։ Այսինքն դիտորդը, եթե սկսում է իրեն ընկալել մարդ, որը կառավարում է գործընթացը, դա սխալ է։ Եվ մենք փորձել ենք հենց դա արտացոլել, ավելին, երբ ֆիքսել ենք դիտորդների իրավունքները, մենք օգտվել ենք միջազգային փաստաթղթերից, միջազգային հաստատություններ կան, որոնք այդ ոլորտում մասնագիտացված են, եւ այդ հաստատությունները ունեն նաեւ կանոնագրքեր, ինչ իրավունք ունի անել դիտորդը, ինչ իրավունք չունի անել։ Համադրելով այդ իրավական ակտերի հետ մենք փորձել ենք ստեղծել մեր տարբերակը։ Ինչ վերաբերում է հանձնաժողովի նախագահին, կարծում եմ դուք ինքներդ լսել եք միջազգային դիտորդների արձագանքը, որոշ դեպքերում վստահված անձինք կամ դիտորդները իրականում ոչ թե անկողմնակալ էին, այլ պաշտպանում էին այս կամ այն քաղաքական դիրքորոշումը։ Եվ դա որպես թերություն է նշվում։ Նման դեպքերում հանձնաժողովի 2/3-ը, ուշադրություն դարձեք, հանձնաժողով, որը ձևավորում է քաղաքական ուժերի կողմից, խորհրդարանական քաղաքական ուժերի կողմից, որի մեջ կան եւ ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչներ։ Հանձնաժողովի 2/3-ը կարող է որոշում կայացնել, որտեղ պատասխանատվությունը ընտրական գործընթացի պատշաճ իրականացման հենց հանձնաժողովի ուսերին է։